Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարություններն այս տարի մեկնարկել են մայիսի 10-ին Երևանի սրտից, Ազատության հրապարակից։ ԵՄ Հայաստան ավելի մոտ, քան երբևէ։ Այս կարգախոսի ներքո անցկացվող միջոցառումը համախմբել էր ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներին, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շահառուներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, երիտասարդներին, բոլոր նրանց, ովքեր լավագույնս ներկայացնում են ԵՄ Հայաստան գործընկերությունը գործնականում, ցույց տալով շոշափելի արդյունքներ, ունենալով ընդհանուր արժեքներ եւ բոլորի համար ավելի լավ ապագա կառուցելու հանձնառություն։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունելով ներկաներին նշել է, որ Եվրոպայի օրը խորհրդանշում է համագործակցությունը, համերաշխությունն ու ընդհանուր արժեքները, որոնց շուրջ շարունակվում է զարգանալ ԵՄ Հայաստան գործընկերությունը։ Մեր գործընկերության իրական ուժը մարդկանց միջև կապերն են։ Այսօր այս տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում դուք կհանդիպեք մարդկանց, ովքեր ձգտում են ստեղծել նոր հնարավորություններ, Հայաստանը դարձնել ավելի բարեկեցիկ, ավելի ժողովրդավար եւ ավելի անվտանգ։ Մարդկանց, ովքեր սեփական ուժով կերտում են իրենց ապագան։ ԵՄ Հայաստան համագործակցությունը շարունակում է նպաստել Հայաստանի զարգացմանն ու համայնքների հզորացմանը։ Դրա վառ ապացույցը տոնակատարության ընթացքում ներկայացված բազմաբնույթ ծրագրերն են։ Մեզ համար Եվրոպական միության արժեքների երիտասարդներին փոխանցելը առաջնային է, որովհետև արժեքներից հենց ամենակարևորը ժողովրդավարությունը դա այն է, որ մենք մեր երիտասարդներին փորձում ենք սերմանել, ուսուցանել մեր տարբեր ծրագրերի միջոցով, ու մեզ համար առանցքային է, որպեսզի մեր երիտասարդները Հայաստանի տարածքից դուրս մտածեն, այսինքն իրենց համայնքներում սկսեն անել գործողություններ, ծրագրեր, նախաձեռնություններ, որոնք որ ոչ միայն այդ փոքր տարածքի համար կլինեն այլ նաև ամբողջ աշխարհի համար։ ԵՄ Հայաստան գործընկերության հիմքում երիտասարդներն են եւ նրանց հնարավորությունների ընդլայնումը։ ԵՄ-ն տարիներ շարունակ երիտասարդական ոլորտին կամ այդ ուղղությամբ տրամադրող դրամաշնորհները բավականին լավ ընդունելություն են գտել։ Մենք մի քանի ծրագիր ենք World Vision Հայաստանը մի քանի ծրագիր է այդպես իրականացրել եւ վստահ եմ, որ ես շրջեցի նորից ծրագրեր կան երիտասարդական ուղղվածությամբ, պես որ հիմա ճիշտ ոլորտներ են ընտրվում երիտասարդների հետ աշխատելու, ըստիս դատելով այսօրվա ներկայությունից։ Բազմաթիվ հայ երիտասարդների համար Եվրոպական միությունը դարձել է մասնագիտական աճի եւ զարգացման նոր հնարավորությունների աղբյուր, բացելով կրթական եւ աշխատանքային շատ դռներ։ Եվրամիությունը անձամբ ինձ տվել է հնարավորություն կայանալու որպես երիտասարդ, որպես մասնակից, որտեղ ես ինքս եղել եմ երիտասարդ եվրոպացի դեսպանների ցանցում, այնուհետև ունեցել եմ քաղաքասարակության ֆինանսավորում մյուս ծրագրով եւ այսօր պատիվ ունեմ ներկայացնելու երկու ցանցերն եւ աշխատում եմ նաեւ Եվրամիության ֆինանսավորմամբ նմանատիպ նախագծերում։ Այդ իսկ պատճառով Եվրոպայի օրը այն օրն է նշելու եւ համախմբելու բոլոր այս ծրագրերը, որոնք մեկ գլխավոր նպատակ ունեն։ Ուղղակի տարածել հնարավորություններ, ընդլայնել հորիզոններ եւ զարգանալ, հաստատվել որպես անձնավորություն մեր իսկ երկրում։ ԵՄ ծրագրերի շնորհիվ շատ երիտասարդներ հնարավորություն են ստացել մասնակցելու վերապատրաստումների, փոխանակման ծրագրերի եւ միջազգային նախաձեռնությունների։ Այդպիսի ծրագրերից մեկը Erasmus+-ն է։ Erasmus+-ը Եվրոպական միության ծրագիր է, որն աջակցում է կրթության, երիտասարդության եւ սպորտի ոլորտներին եւ այն հնարավորությունները ստեղծում թե անհատների համար, թե կազմակերպությունների համար ստանալու լավագույն եվրոպական փորձը եւ ընդլայնելու միջազգային համագործակցային կապերը նոր ուղղություններով, զարգացած ուղղություններով առաջադեմ ծրագրեր իրականացնելու համար։ Եվրոպայի օրն Ազատության հրապարակում նշելու էին եկել բազմաթիվ երիտասարդներ, ովքեր Եվրամիության հետ սերտ համագործակցությամբ են տեսնում Հայաստանի զարգացումն ու ապագան։ Ինձ համար ամենակարևորը վիզաների ազատականացման process-ն է, որովհետև ուրիշ տենց ավելի էական շահ ես չեմ հասկանում ինչը կլինի, որովհետև տարբեր, ոնց որ ասում են, ստորգետնյա քարեր կարող են լինել, որոնց մասին ես տեղեկություններ չունեմ, բայց վիզաների ազատականությունը միանշանակ լիքը դրական բան կտա։ Եվրոպայի օրը վերածվել էր իրական տոնի։ Եվրոպական միության անդամ պետությունների ներկայացուցիչները ներկայացնելով իրենց մշակույթը, երաժշտությունն ու խոհարարական ավանդույթները օրը դարձրին առանձնահատուկ եւ հիշարժան։ Միջոցառումը եւս մեկ առիթ էր հիշեցնելու, որ Եվրոպական միության ուղերձը
հստակ է. Եվրամիությունը Հայաստանի կողքին է եւ շարունակելու է աջակցել հայ ժողովրդին։